Այս պահին տարածքում շինարարությունը դադարեցված է վարձակալը մեծ հետ բանավոր զրույցում փոխանցեց, որ նորակառույցի հիմքերի փորման աշխատանքներին խանգարել է ջրագիծը, այժմ սպասում են, որ ջրմուղը փոխի դրա ուղղությունը։ Իսկ մինչ այդ Գյումրիում բնապահպանական հասարակական կազմակերպությունները բարձրաձայնում ու պայքարում են, որ քաղաքի հատակագծով կանաչ գոտի համարվող տարածքը չոչնչացվի։ Քաղաքապետարանը 99 տարի ժամկետով գյումրեցի Արտյոմ Անտիկյանին տարեկան 270,000 դրամով վարձակալության է հանձնել տարածք, որը հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով օտարման ենթակա չէ։ Սա զայրացրել է ՀԿՆ-ի ներկայացուցիչներին։ Վերջիններս ստորագրահավաք են կազմակերպել։ Բողոք դիմումով դիմել են Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին ու գլխավոր դատախազին։ Եթե քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված է կանաչ տարածք, իհարկե այդտեղ շինարարություն չպետք է լիներ, բայց ես դժվարանում եմ ասել, թե ինչպիսի ձևակերպում է եղել որոշումն ընդունելուց, որ այդ տարածքը տրամադրվել է շինարարության տակ։ Գուցե այդ տարածքը տրամադրվել է, որից հետո մեկ այլ տեղ կտրամադրվի կանաչ տարածք, ես չեմ կարող ասել, բայց որ հատակագծով եթե տրամադրված է կանաչ տարածքների եւ դրա վրա շինարարություն արվում, իհարկե դա չի կարելի։ Քաղաքապետարանից պատասխանում է, թե կառույցը գործել է քաղաքաշինական նորմերին համապատասխան։ Տարածքը վարձակալության է հանձնել, որտեղ ոչ թե կապիտալ շինարարություն, այլ ապակեպած շինություն է կառուցվելու։ Այնուհետև վարձակալը կանաչապատելու է տարածքը, արդյունքում կբարեկարգվի Արագած փողոցը, որտեղ մեքենաների երթևեկությունը կդադարեցվի, 2011-ից էլ այն ճերմափողոց կդառնա։ Իսկ ՀԿՆ-ի բարձրաձայնումները հատուկ միտում ունեն թերագնահատելու քաղաքապետարանի գործողությունները, ասում է քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Բնապահպանական խնդիրները համադրելով կառուցապատման խնդիրների հետ մեր պարոնները ինչ-որ բան շփոթում են, դրանք տարբեր բաներ են։ Բնապահպանական խնդիրները պետք է նայել այլ պրիզմայով, այլ տեսակետից, իսկ քաղաքաշինության եւ բնապահպանական խնդիրները պետք է նայել կոմպլեքս։ ՀԿՆ-ն իրենց բողոք դիմումում նշում են, մեջբերում ենք, մեր ունեցած փաստերը թույլ են տալիս հայտարարել, որ Գյումրիում քաղաքաշինական բիզնեսը վաղուց արդեն չի ենթարկվում պատշաճ վերահսկողության համապատասխան կառույցների կողմից, եւ քաղաքի կենտրոնում վերականգնումն ու կառուցապատումը վերածվել է պաշտոնյաների անձնական հայեցողությամբ տարածքներ վաճառելու եւ երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրելու մոլուցքի։ Արդյունքում կանաչ տարածքները քաղաքում կամաց ոչնչացվում են։ Քաղաքապետարանից վստահեցնում են, որ ամեն ինչ կատարում են օրենքի սահմաններում, իսկ բողոքել չբողոքելը ՀԿՆ-ի խնդիրն է։ Իհարկե, եթե կանաչ տարածքները կառուցապատվում են կամ ոչնչացվում են առանց մեր գիտության, առանց օրենքի գիտության, առանց քաղաքաշինական տեսչության գիտության, առանց նախագծի, իհարկե կանխվում են։ Իսկ այդ ամեն ինչը չի նշանակում, մենք ասենք կանաչ կոդի եւ այդ կանաչ կոդում ասենք ինչ-որ զապրետնի կամ արգելված կոդի է, ոչինչ չի կարողանել։ Այո, կանաչ կոդիներով նույնպես կարելի է կառուցապատել, բայց պետք է արդեն ավելի լուրջ մոտենալ, թե ինչպիսի շենքեր, ինչպիսի ձևընտրել շենքը եւ ինչ կառույցներ տանել։ Տեսնում ենք տարբեր տեղերում, երբ որ օբյեկտները սարքվում են, դրանք երբեմն ճիշտ է, նաև շատ գեղեցիկ ճաշակով են, բայց կանաչ տարածքներն են բացակայում, իսկ դա ամեն անգամ նման քանակությամբ կանաչ տարածքների նվազումը հետագայում բերելու է իհարկե շատ վատ հետևանքների, որ մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ կարող է լինել դրա հետևանքով։ Այնպես որ ես գտնում եմ, որ դա լավ քննարկում էր պետք կատարել, իհարկե նաև բնապահպանական կազմակերպությունների հետ, եւ մենք մի քանի անգամ կրկնել ենք, որ նման շինարարությունների դեպքում կազմակերպվի քննարկում։ Ըստ բնապահպանների տարածքը կարելի էր տրամադրել բացօթյա սրճարան կառուցելու համար։ Այդ դեպքում հողամասի նվազագույն կանաչ ծածկույթը պետք է լինի 70%, որը սակայն Արագած փողոցի դեպքում այդպես չէ, եւ շենքերի շինությունների զբաղեցրած տարածքը չպետք է անցնի 15%-ը։ Սա քաղաքապետարանի կողմից Գյումրու կանաչ տարածքները ոչնչացնելու առաջին դեպքը չէ, պարզապես եղածների մեջ ամենաաղաղակողն է, հավելում են բնապահպանները։ Հերմինե Մկրտչյան, Արտյոմ Ադամյան, Գալանյուս։